Այսօր տեսնենք, թե մեզ ինչ է սպասվում ապրիլի 16-ից 30-ը։ Առաջիկա 2 շաբաթվա ընթացքում։ Ապրիլի 16-ից 30-ը տեսնենք ինչ կփոխվի մեր կյանքում, մեր շրջապատում։ Նաև օգնող կարտեր։ Կարտեր եմ տեսնում ստերում։ Տեսնում եմ երկու շատ հետաքրքիր կարտ, մեկը 10 է թրերի, մյուսը ձկները։ 10 թրերի նշանակում է ինչ-որ մեկը բավականին դժվարությամբ աշխատել է։ Դե քանի որ սա երկու շաբաթվա համար բոլորիս համար, բոլորիս ասելով, այսպես ասեմ, ծանր աշխատանք է կատարվել, շատ ծանր, դժվարությամբ, բայց այդ աշխատանքը կտա պտուղ և ֆինանսապես էլ։ Ինչի վրա որ շատ աշխատել եք, անպայման պտուղ կտա։ Եթե կոնկրետ աշխատանք է ֆինանսի հետ է կապված, գործարք, բիզնես, գումարները կամաց կգան։ Տեսնենք մյուս կարտերը, որպեսզի կարողանամ ավելի մանրամասնել։ Այստեղ տեսնում եմ կախված մարդը և գիրքը։ Ինչ-որ մի բան դադար էր առել, ինչ-որ մի բան տեղից չէր շարժվում։ Կամաց նոր ինֆորմացիա կբացվի դրա մասին, նոր տեղեկատվություն, ինչ-որ մարդկանց համար, ես չգիտեմ ինչն էր կախված, ինչն էր պաուզա, ինչն էր դադարի մեջ, նոր ինֆորմացիա, նոր գաղտնիքներ կբացվի այդ հարցի շուրջ։ Լավ։ Դրանից հետո տեսնում եմ արև, տեսնում եմ մատանի։ Մատանի կլինի համագործակցություն երկու կողմերի մեջ, կգան ինչ-որ ընդհանուր հայտարարի և տեսնում եմ արև։ Այսինքն, տեսեք, այստեղ երևի թե արևը լավ է, ես արևը լավ եմ տեսնում, իսկ երկուսի մեջ, երկու կողմի մեջ, եթե երկու անձի մեջ չի, սա երկու կողմի մեջ է, համաձայնությունը դրական պետք է լինի, պետք է բավականին դրական լինի։ Ես ավելի մանրամասն կնայեմ մի քիչ հետո, մի քիչ ուղղակի ուզեմ բոլոր կարտերը բացել, որ պատկերացնեմ մոտավորապես ընդհանուր առմամբ ինչ է կատարվում։ Այստեղ տեսեք, էլի ընկել է High Priestess և ընկել է լուսնի կարտը։ Ամեն ինչ այնպես չի լինելու, ինչպես պատկերացնում ենք հաջորդ երկու շաբաթների ընթացքում։ Ամեն ինչ այդպես հեշտ չի լինելու։ Իսկ լուսինը ավելի կասկածներ է առաջացնում։ Լավ, եկեք ավելի մանրամասը տեսնենք։ Ես այստեղ տեսնում եմ ճակատագրի անիվը սկսելու է պտտվել։ Ես ուզում եմ այս կարգ, և շատ մեծ փոփոխություններ են սպասվում։ Մահվան կարտներ և ճակատագիրը սկսում է կոնկրետ շարժվել։ Այսինքն, եթե ինչ-որ բան դադար էր առել, տեսնում եք, այստեղ հիշում եք, ես ցույց տվեցի կարտը կախված մարդը,
Այսինքն ինչ որ մի բան կանգնած էր, ինչ որ մի բան չէր շարժվում։ Դրա մասին նոր ինֆորմացիա կբացվի եւ այո, շատ լուրջ փոփոխություններ կլինեն եւ անիվը կսկսի պատտվել։ Ինչ որ կանգնած էր, կսկսի շարժվել։ Հիմա տեսնենք այս բոլորը ավելի մանրամասն ինչ էր նշանակում։ Որովհետեւ վերջում գանք հասկանանք, թե այն 10 թրերը եւ ֆինանսների հետ կապված վերջապես սա ինչ էր ուզում ասագրեք։ Ես առաջին տպավորությունը ստանում եմ ասում եմ, բայց հետո որպեսզի հասկանամ ընդհանուր այս բոլորը միասին ինչ է նշանակում, ինձ մի քիչ ավելի երևի կողքից օգնություն է պետք։ Այս okay, ամեն մեկի վրա փորձեմ նոր բացատրություն տեսնել։ Լավ, կանք հերթով։ Այստեղ ասեցի գաղտնիքներ են բացվելու եւ այն ինչ որ կանգնած կախված վիճակում էր, առաջ չէր գնում, պաուզայի մեջ էր, նոր ինֆորմացիա է բացվելու։ Եվ այդ նոր ինֆորմացիան իրականում ամեն ինչը այդպես չի լուսավորելու, բայց համենայն դեպս շարժվելու է տեղից, այո, տեսեք մարդը գնում է։ Նոր ուղղությամբ է գնում, լինելու են եւ հիասթափություններ, գիտեք, եթե սա ինչի հետ սա կարող է կապված լինել։ Բայց մարդը ճանապարհ է դուրս գալիս, ես եմ ասում, շարժվելու է, այն ինչ որ կանգնած դադար էր արել, այդ սկսելու է շարժվել։ Մարդը տեսնելու է ճանապարհը, որոշում է կայացնելու եւ գնալու է։ Հիմա տեսեք, կա մարդը, չեմ կարող ասել սա երկու շաբաթվա մեջ բոլորիս հետ տարբեր իրավիճակներ կարող են լինել։ Եթե ինչ որ մի բան չէր ստացվում, ինչ որ նոր բարձաբանումներ էին պետք եւ ստացակ ինֆորմացիան, որոշում կայացրեցիք։ Կարող է թողնեք ուղղակի հեռանաք, հասկանաք, որ պաուզան ինչ որ լինում էր կամ լավ պիտի վերջանար, չէ, կամ վատ պիտի վերջանար։ Տվյալ դեպքում դուք թողնում հեռանում եք բոլորովին այլ ուղղությամբ։ Բոլորովին այլ ուղղությամբ եք գնում, որովհետև կան որոշ հիասթափություններ։ Բայց ինֆորմացիան ունեցաք, դուք հիմա ավելի վստահ եք գնում, որովհետև գոնե հիմա ուղղություն։ Գիտեք, երբ որ կանգնած պաուզայի մեջ եք, չի, ոչինչ չեք անում, որովհետև չգիտեք որ ուղղությամբ գնալ։ Իսկ հիմա կոնկրետ գիտեք, որ ուղղությամբ պետք է գնաք։ Այստեղ հիշում եք, ասացի երկու հոգու միջև կամ երկու կողմի միջև բանակցություններ են, ինչ որ պայմանագրեր են, նորից եմ տեսնում, նորից կրկնվեց, այսինքն ճիշտ եմ այստեղ ասում, չեմ կարող ասել ես ովքեր են, համագործակցություն է, անձնական հարաբերություններ են, ամուսնություն վերջապես որոշել են ամուսնանալ, ուրեմն այդ հարցերներ կլուծվի, երկուսը այո կկարողանան եւ կմիավորվեն, այսինքն եթե կային զույգեր, որոնք պետք է նշանվեին ամուսնանան 2 շաբաթվա մեջ, շատ հաջող կլինի, ամեն ինչ շատ հաջող կլինի անձնական հարցերում համենայն դեպս։ Իսկ այստեղ հիշում եք, ասեցի, այստեղ ամեն ինչ որ մենք պատկերացնում էինք, այդպես չի լինելու, որովհետև կան լուսինը կասկածներ է առաջացնում։ Իրականում այդ կասկածներն ավելի խորանալու են եւ դառնալու է գիշերվա երազ, այսինքն վատ երազ նկատի ունեմ։ Կասկածները դառնալու են վախեր։ Եվ ինչ Փորձեմ պարզաբանել, սա ասում էի ամեն ինչ է այսպես, ինչպես որ պատկերացնում էիք, այդպես չի լինելու, չեմ կարող ասել ինչ հարցի շուրջ էր սա։ Դուք ձեր մտքում գիտեիք ուր է գնում, ինչ եք անում, ինչպես պիտի լինի, բայց այդպես չի լինում, կասկածներ են առաջանում, իսկ կասկածները հետո վերածվում են վախի։ Ես չեմ կարող ասել սա ում հետ եւ ինչի հետ է կապված։ Հիշում եք, ընդհանուր թեման 2 շաբաթվա համար էր, տարբեր մարդկանց համար տարբեր հարցեր են այստեղ, տարբեր հարցեր են, անձնական հարցերը լավ էին լինելու այսպես աշխատանք, որ կախված էր պաուզայի մեջ, այդպիսի հարցերը իրականում մարդը ճանապարհը կտեսնի, որոշում կկայացնի, կգնա։ Իսկ այստեղ այս բարդությունները, կասկածները վերածվում են լուրջ վախերի,
որովհետև հաջորդ երկու կարտը, որ ուզում էի օգնել այս թեմայի շուրջ ամենայն դեպս, դուրս եկավ թագավորը, որը շատ ինքնավստահ, շատ այսպես տաքարյուն մարդ է, կայացած բավականին, ինքը կարծում է շատ էլ ամբիցիոզ, ինքը գիտի ինչ է ուզում, գիտեր ուր էր գնում, որոշումներ էր կայացրել, բայց ըստ էության ամեն ինչ այնպես չի լինելու, ինչպես ինքը պատկերացնում էր, սա իրեն է վերաբերում, այսինքն կասկածներ են առաջանալու եւ վախեր են առաջանալու եւ ինքը կանգնելու ընտրության առաջ։ Այսինքն հանկարծ կպարզվի ձեզ համար այս երկու շաբաթվա ընթացքում, որ այն ճանապարհը գնում եք, այն ինչ որ ուզում եք անել, դուք շատ ինքնավստահ եք, իրականում դա այնքան էլ, այդպես ասեմ, դա մի քիչ ավելի ձեր երևակայության արդյունքներ, ամեն ինչ շատ տարբեր է լինելու։ Ես չեմ կարող ասել վատ է լինելու, որտեղ վատը միայն ձեր վախերն ու կասկածներն են։ Սա ձեր զգացումներն են, սա իրականություն չի ինչ որ լինում է, ես չեմ ասում ինչ վախենալու բան կլինի, դուք եք սկսելու կասկածել եւ նոր ընտրության առաջ եք կանգնել։ Ես տեսնում եմ երկուսը ջահերի, պետք է փորձեք ընտրություն կատարել, որպեսզի հասկանաք վերջ ուր է գնալու եւ կտեսնեք, այո, երբ ընտրություն կատարեք ճանապարհի, կգա նոր գաղափարություն, նոր մի միտք կլինի եւ կպարզվի ձեզ համար ճանապարհը, կպարզվի ինչն էր, որ այդպես այնպես չէիք պատկերացնում, ինչը չէր, որ համապատասխանում է իրականությանը եւ կպարզեք եւ ճանապարհը առայժմ չեմ տեսնում, որ ընտրել եք, բայց տեսնում եմ, որ կբացահայտվի ձեզ համար համենայն դեպս կբացահայտվի, թե այդ վախերը որտեղից էին գալիս։ Ես ասացի սկզբում ընդհանուր առմամբ, եթե ընդհանուր ամփոփեմ, գիտեք, ավելի լավ է ես մի քիչ այս ֆինանսի հետ կապված էլ փորձեմ բարձաբանում այդտեղ էլ ինչպես ինչ որ անհասկանալի մի բան կար։ Այո, ես սկզբում այդ թրերը եւ գումարի հետ ձգները նայեցի, բայց չեմ կարողանում կապել այս բոլորը, կարծրան կարծես բոլորը տարբեր իրավիճակներ են, տեսնենք ինչ էր կատարվում այդ ծանր աշխատանքի եւ ձգների հետ։ Այո, տեսնում եմ, չէ, պարզվեց։ Սա, տեսեք, 4 տարբեր խումբ ունեմ կարտերի եւ 4-ն էլ տարբեր իրավիճակներ են։ Դա այդպես էլ պետք է լիներ, ճիշտ է այդպես է, եւ տարբեր մարդկանց տարբեր հարցեր են վերաբերում։ Այստեղ, եթե հիշում եք, սկզբում տեսա 10 թրերի, որոնք նշանակում է բավականին դժվար, ինչ որ մեկը բավականին գերհոգնած վիճակում է, որտեղ ահագին աշխատանք է կատարել եւ մեծ ֆինանսներ եմ տեսնում։ Իրականում ֆինանսները գալիս են, որովհետև տեսնում եմ օգնության կարտերը, որ հանեցի, ցույց են տալիս Պենտակլի 3-ը միշտ առաջ խաղացում է, ավելացում է։ Երկուսը բալանսի մեջ է սպահում, ինչքան գալիս է ձեզ բավականացնում է հազիվ հաս, բայց 3-ը նշանակում է առաջ խաղացում, այսինքն ավելացում, ֆինանսների ավելացում։ Ինչը նշանակում է, որ այս դժվար աշխատանքը, որ արել եք, իրականում գումարներ, որ պետք է գային, այն գումարները, որ առաջիկա 2 շաբաթվա մեջ պետք է որ գային, այդ գումարները կգան։ Նույնիսկ եթե սա նաև նշանակում է, որ առաջիկա 2 շաբաթվա մեջ ձեզ ծանր աշխատանք է սպասում, այդպես էլ կարող է, երկու կողմից էլ եկեք նայենք։ Եթե այս 2 շաբաթվա ընթացքում բավականին ծանր աշխատանք է սպասվում, արժի աշխատանքը անել, որովհետև անպայման գումարը կգա, եւ 3-ը կարող եմ ասել ավելի գումար կգա, քան դուք սպասում եք։ Ես չեմ ասում այստեղ շատ մեծ խոշոր գումարների մասին է, համենայնդեպս ինչ որ դուք նախատեսում եք, ինչ որ ձեզ այս ծանր դժվար աշխատանքի դիմաց խոստանում էին, դուք ավելին կվաստակեք։ Եվ երկրորդ օգնության կարտը եկավ թրերի թագավորը, այո, այսինքն դուք հասնում եք ձեր նպատակին, ինչի համար որ այս ծանր դժվար աշխատանքն անում եք, դուք ձեր աշխատանքին կհասնեք։ Քանի որ դրանք առաջին կարտերն էին, ես այսպես կարող եմ ասել, ընդհանուր այո, դժվար շաբաթ է լինելու, շատերի համար բավականին բարդ, բայց արդյունք լինելու է անպայման։ Արդյունքը կարող է 2 շաբաթվա մեջ չլինել, դրանից հետո լինել, աշխատանքը լինել 2 շաբաթվա մեջ, բայց արդյունքը կերևա, եւ էլ եմ ասում, արդյունքը կլինի շատ ավելի լավ, ավելին լավ իմաստով, ավելին կլինի, քան նախատեսվում էր։ Ինչպես ասպես ասեցի, այստեղ տեսնում եք մարդը, որը կանգնած էր, չգիտեմ, ինչ որ գործ առաջ չէր գնում, նոր ինֆորմացիա, նոր գաղտնիքներ կբացվեն, նոր ինֆորմացիա կբացվի, ճանապարհը կտեսնի մարդը եւ կգնա իր նոր ճանապարհով, անձնական ասեցի շատ լավ է լինելու, եթե կան զույգեր, որոնք չգիտեի նշանվեն, չնշանվեն, լավ կլինի զույգերի մեջ հարաբերությունները, այս մյուս բարդ իրավիճակն էլ շատ մանրամասն ասեցի, մարդը, որը այսպես կհասկանա
եւ որ ասենք այսպես ասեմ, ինչպես ինքը պատկերացնում էր իրավիճակը այդպես չէ, այս երկու շաբաթվա մեջ կպարզվի, ընտրության առաջ կկանգնի, իսկ հետո կհասկանա, թե իրականում ինչ պետք է ընտրել։ Իր համար ուղին կերևա։ Ես էլ եմ ասում, չեմ տեսնում, տեսեք, այստեղ տեսնում եմ մարդը արդեն գնում է ընտրություն արել, իսկ այստեղ ընտրություն դեռ չի արել, բայց կպարզվի իր համար։ Իսկ վերջում կտեսնում եմ մահվան կարտը եւ ասեցի ճակատագրի անիվը լուրջ փոփոխություններ են սպասում այս երկու շաբաթվա ընթացքում։ Իսկ մենք տեսնում ենք, այս աշխարհում էլ այնքան բան է իրականում տեղի ունենում շատ արագ, որ իրականում լավ է լինելու եւ կարծում եմ, որ լավ է լինելու առաջին կարտից սկսած, այս ընդհանուր առմամբ, որ գնում ենք դեպի առաջ խաղացում եւ ձեռքբերումներ, ես կարծում եմ, որ դրական փոփոխություններ են լինում։ Եթե հիշում եք, ապրիլի 1-ից 15-ը որ նայում է, այնտեղ ասում էր խաչմերուկում ենք, որ չենք կարողանալու կողմնորոշվել։ Այստեղ ես չեմ տեսնում կողմնորոշության հարց, բայց ես տեսնում եմ, որ անիվը ճակատագրի սկսելու է պտտվել, քանի որ այստեղ տեսնում եմ Լիլիաները բավականին դրական եմ տեսնում, այո, փոփոխությունները կլինեն դեպի դրական կողմը, իսկ մանրամասներն արդեն ասեցի, ինչը ես բոլորից ցանկանում եմ։ Դրական փոփոխություններ միայն։ Այսօր այսքանը։